Բարև սիրելի հերոստատիտողներ, այսօրվա մեր հյուրն է, մեն վայոզորում ծրագրի, մենտոր Նանե Բագրատյանը։ Ողջույն, շնորհակալություն, որ անդրադառնում եք մարզերը երեխաների մարզերի համար ծրագրին։ Ես հանդիսանում եմ վայոզորի մենտորը, հասարակական կազմակերպությունը իրենից ներկայացնում է մի հսկա ռեսուրս, մարզերի պատանիներն են ընդգրկված հասարակական կազմակերպությունում, հիմնադիրը Մայիս Մարգարյանն է եղել եւ իր համախոհները։ Շատ ուրախացա, երբ իմացա, որ Վայոց ձորը ունի թիմ եւ սիրող համագործակցներ, մենտոր Նիկը ընդհանրապես ուղղորդող է, գիտելիք, փորձի փոխանակում եւ անհրաժեշտ ռեսուրսների ապահովում կապ հմտություններ փոխանցելու համար մեկն եմ, ով իրենց մեջքին եմ, որովհետեւ իրենք Վայոց ձորի, իրենց համայնքների խնդիրները, իրենց հուզող հարցերը գտնեն, բացահայտեն, բարձրաձայնեն եւ դրանց լուծումներ գտնեն ոչ թե միայնակ, այլ համագործակցելով բոլոր մարզերում եւ Հայաստանից դուրս ապրող իրենց սակավություններով։ Մեր Վայոց ձորի թիմի պատասխանատու Մելինե Սարգսյան, ով ավելի մանրամասն կներկայացնի ծրագրի եւ կազմակերպության կառուցվածքն ու գործունեությունը, իսկ ես ասեմ, որպես մենտոր ինչով եմ կարևորում պատանիները, վայոց ձորցիները այս դեպքում շատ ինքնուրույն եւ շատ առաջադրանքներ են ունենում, որոնք պետք է ինքնուրույն կատարել, դրանք իրական խնդիրներ են, իրական լուծումներով, իրական գործընթացներ են եւ դրանքում գրկված են ինձ մեկ այս ծրագրից ծանոթ, որ ես եմ իրականացրել էկոկրթական պատանիներ եւ շատ ուրախացա, որ նրանք նույնպես վերում ինչի որովհետեւ նրանք երիտասարդներ են, որոնք հետաքրքրում էր ոչ ֆորմալ կրթությունը, իրենց համայնքի հիմնախնդիրները եւ այս օրերին էլ կարծեմ ընդունելություն են իրենք հայտարարել մեր թիմը, որպեսզի ավելի հզորանա, տարբեր բնակավայրերից ունենք պատանիները գտված եւ հուսով եմ այլ բնակավայրերից էլ կընտրվել, որովհետեւ ես տեսնում եմ եւ վստահ եմ եւ հավատում եմ, որ նրանց միջոցով մեր երկիրը ավելի ամուր է դառնալու, պատանիներն են մարդիկ, ովքեր ընդուններ են գտնելու այն մարտահրավերների համար, որոնք մենք չգտանք եւ իմ հասակակիցները գտան, բայց մենք էլ ունենք այն փորձը եւ գիտելիքը, որ ավելի ամուր կդարձնի նրանց քայլերը։ Եվ մենի ամենակարևոր առաքելությունը համայնքային լինելն է, համայնքներն ու լեզվացիներն է, եւ պատանիները այդ թվում մեծագույն ուժ եւ ռեսուրս են, որովհետեւ եթե մենք չճանաչենք մեր համայնքը, մեր բնակավայրը, մեր բնօրանը, ինչ համրացնենք, ռեալ իրական քայլերով, իրական խնդիրները բացահայտելով, լուծումներ չկանցնվելով, մենք չենք կարող ունենալ ամուսնու պետություն եւ առողջ հասարակություն։ Այնպես որ ինձ համար ալիվ է Վայոց ձորի մենտորը լինելը եւ սիրով եւ մեմին եւ բոլոր պատանեկան ցանցերին ոչ ֆորմալ կրթական ծրագրերին աջակցություն եմ համագործակցում եմ եւ անտեղով ինվեստիցիոն դեպքերը Եթե հիմնական խնդիր ասելով նկատում եք բոլոր մարզերում խնդիրական ընդհանուր է Հայաստանում, բայց երիտասարդների համար առհասարակ մարդկանց համար յուղական բնակավայրերի մոտ շատ հասարակ թվացող խնդիրներ կան, բայց որոնք էապես կարող է անդրադարձ ունենալ կենսակերպի զարգացման վրա։ Հասարակ խնդիր օրինակ տրանսպորտ կրթական զարգացման, կրթական նախագծեր, ծրագրերի իրականացում, ենթակառուցվածքների զարգացումը առհասարակ համայնքների համար, այդ թվում նաև երիտասարդների համար։ Եվ հենց երիտասարդները մեր թիմը այդ նմանատիպ խնդիրներ բարձրաձայնել, համագործակցել համայնքապետարանների կամ համապատասխան կազմակերպությունների հետ, լուծումներ առաջարկել, լուծումներ գտնել եւ շատ ձենամ, որ այս օրերին էլ վերջին տարիներից հատկապես համոզվում եմ, որ համայնքը պատանին երիտասարդը գյուղական բնակավայրում ապրող
Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է ունենա պետության կողմից ենթակառուցվածքների զարգացման առումով աջակցություն, որպեսզի եւ ահանջարկել իհարկե ներքևից որքան լինում է, այդքան գտնվում են այդ լուծումները։ Բայց մի հետաքրքիր բանի մասին եմ ուզում խոսել։ Հաճախ լսում եմ, բոլոր մարդիկ ամենտեղ նույնն են, բոլոր տեղերում նույն խնդիրները, հաց եւ այլն։ Ոչ, բոլոր համայնքներում մարդիկ տարբեր են։ Մենք շատ կարևոր է որ մենք ճանաչենք մեզ, մեր ինքնությունը, որից էլ հաճախ բխում են մեր խնդիրները եւ գտնել ճիշտ լուծումներ։ Ամեն համայնք, ամեն բնակավայր ունի իր դիմագիծը եւ երբ մի տարբեր մարզերի, տարբեր ջոկատների անդամներ հանդիպում են, իրար ճանաչում են, նրանք ուժեղանում են ավելի։ Իդեպ նշեմ նաեւ ունի Արցախ եւ ունի Ջավախ եւ իրենք առանձնահատկությունները բնականաբար ուրիշ էին խնդիրներ ուրիշ եւ դրսում ապրող հայ պատանիների խնդիրները կարող են լինել գյուղական համայնքների, մարզային քաղաքային համայնքների խնդիրները ուրիշ, բայց ամենակարևորը որ պատանիները դառնան գրող իրենց ինքնության ճանաչման եւ մեր ժառանգության մշակութային ժառանգության, ներակային ժառանգության կրողը եւ դրանցով է որ կողը պարտապես ոչի այդ եւ յուրաքանչյուր հիմնախնդրում այդ օրիզը այդ բաղադրիչը չկա, այսինքն որքանով մենք նպաստենք գյուղական համայնքներում մարզային համայնքային խնդիրները վերհանելուն եւ լուծելուն եւ լինենք երիտասարդների կողքին, այդքանով մենք ունենանք ամուր համայնք։